Սեպտեմբերի 1 գիտելիքի, գրի ու դպրության տոն։ Այս ուսումնական տարում մեր երկրում շուրջ 37,000 երեխա կհաճախի առաջին դասարան։ Սեպտեմբերի 1-ին նրանց ուրախ տրամադրություն պարգևելու եւ գիտելիքի տոնը փոքրիկների համար անմոռաց դարձնելու նպատակով Բարգավաճ Հայաստան կուսակցության նախաձեռնությամբ եւ Գագիկ Ծառուկյան հիմնադրամի աջակցությամբ ձևավորված բարի ավանդույթի համաձայն մայրաքաղաքի եւ մարզերի առաջին դասարանցիներին հաճելի անակնկալ է մատուցվում։ Սեպտեմբեր 1-յան անակնկալներով բեռնված մեքենաները միաժամանակ ուղևորվում են ամբողջ հանրապետության մանուկներին նվերները հասցնելու։ Երևանի վարչական տարբեր շրջաններում պայուսակների բաշխման գործընթացը վերածվել է ուրախ միջոցառման։ Երեխաները երգում են, պարում վերցնում նախընտրած պայուսակը։ Պայուսակը ինձ դուրս եկավ։ Նվերները մանրամասն ուսումնասիրելուց հետո առաջին դասարանցիները հաճույքով են պատմում իրենց երազանքների ու դպրոցական ծրագրերի մասին։ Ես շատ ուրախ եմ, որ դպրոց եմ գնալու, առաջին դասարան։ Շատ լավ եմ սովորելու, ուզում եմ դպրոց գնամ։ Պարապելու եմ, սովորելու եմ դպրոցում։ Ես ուզում եմ դառնամ բժիշկ։ Նկարիչ եւ փաստաբան։ Շտանդիշտ եմ դառնալու։ Երգչուհի, պարուհի, դերասանուհի, մոդել, իրավաբան չէ, հետո ուսուցչուհի, մեկ է վարշավիրուհի։ Ես բժիշկ։ Ինչ ես դառնալու։ Ես ծնող, որ մեծան ոսկան դառնալու։ Ես գնալու եմ առաջին դասարան, լավ եմ սովորելու ու դառնալու եմ բանկի կառավարիչ։ Նվերների հետ միասին ներկաներին փոխանցվում է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ողջույնի խոսքը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, որտեղ կուսակցության նախագահը կոչ է անում դեռ աշակերտական նստարանից մանուկների մոտ սերմանել սեր դեպի ուսումն ու ձգտումը դեպի գիտելիքի անսպարժ տեմարան։ Երեխաների աշխույժ անցուդարձն ու առաջին անգամ իրենց մանուկներին դպրոց ճանապարհող ծնողների հուզմունքը միախառնվել էր տոնական այս օրը։ Բոլորն էին նշում, որ օրը յուրահատուկ է ու առանձնահատուկ խորհուրդ ունի իրենց համար։ Շատ ուրախ եմ, շատ մեծ հուզմունքով պիտի ճանապարհեմ առաջին դասարան, հույս ունեմ, որ շատ լավ մարդ պիտի դառնա առաջին հերթին։ Շատ հուզված, քանի որ առաջնակնա գնալու առաջին դասարան, հուսով ենք լավ կսովորի, գիտելիքներ ձեռք կբերի եւ հայրենիքի համար լավ մարդ կդառնա։ Շատ շնորհակալ եմ այս կազմակերպության համար Գագիկ Ծառուկյանին։ Ես ճիշտն ասած շատ հուզված եմ, առաջին անգամ թորնիկից ճանապարհում եմ դպրոց։ Գիտենք, որ սեպտեմբերը հոգութրթիրով դիմավորում են բոլոր փոքրիկները, առավել եւս նրանց ծնողները, սպասելիքներով, ակնկալիքներով, որ ապագան նրանցն է իրոք եւ նրանք պետք է կառուցեն, շենացնեն, բարգավաճեցնեն մեր երկիրը։ Նույն ոգևորությունն է տիրում նաև հանրապետության տարբեր մարզերում։ Առաջին դասարանցիներին հաճելի անակնկալի մատուցումը հատկապես մարզերի բնակիչներին առիթ է տալիս համոզվելու, որ իրենք անտեսված ու միայնակ չեն իրենց հոգսերում։ Հանրապետության ամենամոտ բնակավայրերից մինչև հեռավոր ու սահմանամերձ շրջաններ նախաձեռնության հեղինակներն արել են ամեն ինչ, որպեսզի անակնկալը անմոռանալի տպավորություններ պարգևի մեր երկրում բնակվող յուրաքանչյուր փոքրիկի։ Գրենական անհրաժեշտ պիտույքներով լի գեղեցիկ պայուսակները տոնը խորհրդանշող ամենացանկալի նվերներն են, իսկ մանուկների անկեղծ ուրախությունը նախաձեռնության հաջողված լինելու լավագույն գնահատականը։ Ամբողջ Աբովյան քաղաքի բնակիչների կողմից շնորհակալություն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին իր կատարած բոլոր բարեգործությունների ու ակցիաների համար։ Շատ գեղեցիկ անակնկալ էր եւ երեխաները շատ ողջավորված են։ Ես իմ խորին շնորհակալություն եմ հայտնում Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, որի ուշադրության կենտրոնում դպրոցն է։ Հայրենիքը ստեղծում է դպրոցից։ Նոր ուսումնական տարին նոր երազանքներով ու ակնկալիքներով են սկսելու նվերներ ստացած բոլոր մանուկները։ Այստեղ գտնվող փոքրիկներից շատերի համար սա գիտելիքի օրվա կապակցությամբ ստացած առաջին նվերն է, որը վերցնում են խոստումը շուրթերին, ոչ միայն սովորելու են շատ լավ, այլև դառնալու են պիտանի մարդ հայրենիքի համար։ Իրենց երախտագիտությունն արտահայտելու հնարավորությունը բաց չեն թողնում նաև ծնողները։ Նվերներից առավել արժեքավոր է ամենօրյա ուշադրությունն ու սրտացավ վերաբերմունքը։ Առաջին անգամ դպրոց հաճախող այս երեխաների համար հիշարժան կլինի այսօրը, քանի որ հենց այսօր է սկսվում դեպի գիտելիքների աշխարհ նրանց զարմանահրաշ ճամփորդությունը, որի մեկնարկն առանձնահատուկ է նշանավորվում Բարգավաճ Հայաստան կուսակցության նախաձեռնությամբ ու Գագիկ Ծառուկյան հիմնադրամի աջակցությամբ։ Բարի երթ փոքրիկ։